Արաբական աշխարհում Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը անցած տարվա հուլիսին էր։ 5 ժամ տևած հանդիպումից հետո 1 ամիս էլ չէր անցել Վաշինգտոնյան շատերի համար ոչ միանշանակ ընդունելի փաստաթղթերը ստորագրվեցին։ Փաշինյան-Ալիև հանդիպման արարողակարգային կադրերն են կրկին Աբու Դաբիից։ Երկու մասնակիցների ընդլայնված կազմով, ինչպես 25-ին էր։ Կառավարության հաղորդագրությունում նշված է, կողմերը ողջունել են Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալությամբ եւ վկայությամբ կայացած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման գործում արձանագրված առաջընթացը։ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ TRIP-ի այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Ուղղակիորեն կապված է փետրվարի 9-ին նախատեսված ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ։ Հետևաբար արարողակարգային բաղադրիչից բացի կա նաև բովանդակային բաղադրիչ, որ ուղղակիորեն կապ ունի TRIP-ի նախագծի եւ ԱՄՆ փոխնախագահի այցի հետ։ Սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների օրակարգի որոշակի ճշգրտման խնդիր կա։ Մեհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների համանախագահներն են նաեւ ներկա։ Ուր է հասել գործընթացը, ինֆորմացիոն վակուում է եւ հայկական եւ ադրբեջանական կողմում։ ՔՊԱ-ականներից մի քանի օր առաջ հայտարարեցին Գեղարքունիքի մարզում իբրև թե սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում ադրբեջանական զորքերի հայկական օկուպացված տարածքից դուրս գալու մասին։ Քաղաքագիտական եւ վերլուծական համայնքը Ադրբեջանի կողմից նման քայլ կատարելը քիչ հավանական են համարում։ Ադրբեջանական զորքը հետ չի կանգնելու։ Ոչ մի անգամ զորքը հենց այնպես թղթով հետ չի դնում։ Ենթադրում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում լինելու է բացառապես այն հատվածները, որոնք ուղղակիորեն առնչություն ունեն այս փուլում TRIP-ի հետ։ Ճանապարհները մեր տարածքով անցնելու են Մեղրիի հատվածով, այնտեղ հիմնականում երկաթուղային ենթակառուցվածքներն են։ Մյուս ճանապարհային հատվածը Գորիսով Սիսյանով անցնում է դեպի Նախճեվան Բաթաբադի հատված եւ երրորդը Գեղարքունիքի հատվածից Արարատով դեպի Սադակ։ Հələ Տիգրանաշենի հարցը կա, որ հետ կտրվի նախկին իրենց քյարքի պատասխան հիմնավորում չկա, որ Ադրբեջանն է եղել։ Ադրբեջանական կողմը շարունակում է Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումները, ել ավելի ընդլայնում արևմտյան Ադրբեջան խոսույթի մասշտաբներն ու աշխարհագրությունը, խեղաթյուրում Հայաստանի քարտեզը։ Դրան զուգահեռ Հայաստանի կառավարության հաղորդագրությունն են կարդում։ Կողմերը ողջունել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները եւ համաձայնել վստահության ամրապնդման միջոցառումների ընդլայնման անհրաժեշտությունը։ Հնարավոր ադրբեջանցիների այս կամ այն տեղով ինչ որ մի քանակի Հայաստան վերադառնալու հարց կա։ Ադրբեջանը ելնում է այն մեկնագետից, որ մեր սահմանը պայմանական է, ավելին հստակ ունի որոշակի տարածքների նկատմամբ ակնհայտորեն բացահայտ լուրջ մշակված ձևակերպված մահաճներ։ Փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը եւս շունչը պահած սպասում են արաբական աշխարհից հերթական անակնկալներին, բայց եւ միևնույն ժամանակ վերլուծություններից նկատելի է, որ խաղաղության օրակարգի հաստատման ֆոնին ադրբեջանական կողմը կմեղմացնի պահանջատիրական ագրեսիվ խոսույթը։ Հայաստանում նախընտրական փուլին ընդառաջ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։